Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դեռևս նախորդ շաբաթ, գուցե թե 7-8 օր առաջ, երբ հանրային հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին, դեռևս մինչև մեզ դիմելը, ես ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ, նախ եւ առաջ հասկանալու արդյոք հնարավոր է առկա եւ մեզ հասանալի որևէ տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես տիեզերական լուսանկարներով, որոշակիություն ունենալ, հասկանալու թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը եւ այդ նյութերը ստանալու պարագայում դրանք փոխանցել ներքին գործերի նախարարության գործընկերներին։ Ըստ էության տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, մասնավորապես անգամ ամենաբարձր որակի լուծաչափ ունեցող 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որոնք չէին բացառում, որ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել ամեն դեպքում մանկահասակ երեխային այդ լուսանկարներով, կային նաև կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէր լինի։ Սակայն մենք համարեցինք, որ այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք։ Անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե ոչ, մենք առնվազն պարտավոր ենք հասկանալ, կան այդպիսի լուսանկարներ եւ եթե կան փոխանցենք գործընկերներին։ Եվ վերջին 7-8 օրերի ընթացքում կարծում եմ, թե մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն չունեցող միջազգային առաջատար ընկերությունների հետ, 2 տասնյակ ընկերությունների հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, որ սակայն ցպահս պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները, որ որևէ ընկերությունից մեզ հայտնել են, որ արվել է տվյալ տեղանքի, ապրիլի 26-ին են թվագրվում, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։ Մենք ամենօրյա ռեժիմով իրականում աշխատում ենք, հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե թե այլ ընկերությունների մոտ տվյալ օրերի լուսանկարներ եւ առավելագույնը ուզում եմ վստահեցնել արվում է։ Ինչու այս մասին շատ չենք խոսում, գիտեք դուք էլ, որ վերջին օրերին հատկապես տարատեսակ հուսադրող ինչ որ հայտարարություններ են լինում պատեհ եւ ավելի հաճախ անպատեհ, որը հասկանալի է, որ երեխայի ծնողների մոտ եւ ընտանիքում առաջացնում են հույզերի այսպես ալեկոծություն եւ մենք հասկանում ենք, որ այստեղ պետք է նրբազգաց լինենք, սակայն լուր զուսպ այդ աշխատանքները դեռևս մինչեւ մեզ դիմելը, մինչեւ կառավարությանը դիմելը, նաեւ գիտեմ, որ նամակով վարչապետին էին դիմել, այս առիթով ես խոսել եմ նաև վարչապետի հետ, նաև ներկայացրել եմ, որ աշխատանքները արդեն իսկ ավելի վաղ մենք մեկնարկել էինք եւ որևէ առարկայական ուրեմն նյութ նորություն ունենալու պարագայում բնականաբար մենք վարկյան առաջ կոմունիկացնելու ենք մեր ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, լավատեսությամբ սպասում ենք, սակայն մինչև այս պահը ուզում եմ կրկնել, որ տվյալ տեղանքում արված վերջին լուսանկարը եղել է ապրիլի 26-ին։ Ոչ թե 1-2 տասնյակ ընկերությունների հետ մեր աշխատանքների արդյունքում բոլոր այդ վերոնշյալ խոսքը առաջատար այն ընկերությունների մասին է, որոնք ի վիճակի են տեխնոլոգիական եւ տեխնիկական առումով ապահովել 30 սանտիմետր լուծաչափ ունեցող, սրանք ըստ էության մեզ հայտնի եւ մեզ հասանելի ամենավորակյալ լուսանկարներն են։ Այսինքն, եթե մենք փորձենք փնտրել 1-2 մետր լուծաչափ լուսանկարներ տրամադրող ընկերությունների հետ
աշխատենք, ըստ էության դա 100%-ով կբացառի հնարավոր իդենտիֆիկացումը, սակայն անգամ այս պարագայում համարում ենք, որ եթե չլինի 30 սանտիմետր լուծաչափով լուսանկարներ, կարող են համեմատաբար ավելի ցածր որակով լուսանկարներ պարզապես հասկանալու, թե այդ տեղանքում ինչ, չգիտեմ, մեքենաներ են գուցե եղել կամ առարկաներ են եղել, որը կարող է որևէ կերպով օգտակար լինել այս աշխատանքների իրականացման։ Այսինքն անգամ այստեղ փորձել ենք նաև ավելի լայն ուրեմն դաշտ վերցնել որևէ կերպով հնարավորինս օգտակար լինելու մեր գործընկերներին։ Միջազգային փորձ կա, ընդհանրապես sense դեպքերում եղել են, որ այդ դիտարկումներով ամեն դեպքում ինչ-որ բան հայտնաբերվել է։ Բանն այն է, որ մանկահասակ երեխաների պարագայում իսկապես ըստ մասնագետների չափազանց բարդ է տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացումը, բայց ես ուզում եմ շատ կարևոր արձանագրումը եւս մեկ անգամ անել։ Եթե անգամ պարզվի, որ միջազգային փորձով դա հնարավոր չի, ես չեմ ափսոսի եւ չեմ էլ ափսոսելու այն բոլոր ջանքերը, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր Գեոկոսմոս ՓԲ-ի մասնագետների հետ համատեղ այս վերջին օրերին անում է եւ պատրաստվելու է ապագայում եւս անել, հույս ունենալով, որ արդյունքում որևէ դրական զարգացում տեղի կունենա։ Առնվազն մենք համարում ենք, որ պետությունը պարտավոր էր եւ պարտավոր է նման դեպքերում անկախ մասնագետների կարծիքներից եւ տղատեսակ հավաստիացումներից իր պարտավորությունը կատարել իր քաղաքացիների նկատմամբ։ Շնորհակալություն։